Կան հակասություններ կան, մասնավորապես թե ինչի են մտել այդ տունը, այսինքն սրանք ինչ են ցույց տալիս, կարելի է այսպես եզրակացնել, որ դեպքում է ստել կամ իրականությունը որն է, վերջո ջուր է ուզեցել խմել, թե ավազակային հարձակում գործել։ Իրականության մեջ իհարկե ցուցմունքներում նրա կան որոշակի հակասություններ, իհարկե չի կարելի դա համարել էական հակասություն, որովհետև թե մտել է ջուր խմելու համար, թե հագուստի համար, վերջնական հաշվով իր ցուցմունքում ինքը ասում է, որ երբ որ ինքը հեռացել է դրամատից, իր նպատակը եղել է շոր հայթայթելը։ Դա է նաև նպատակը, որ նա զենքը իր հետ է վերցրել։ Այսինքն վերջնական հաշվով չնայած հետագա ցուցմունքները մենք կտեսնենք, որ կան որոշակի հակասություններ, մասնավորապես, որ սնունդ է պատվիրել եւ այլն, բայց հետո ինքը շտկում է նաեւ, երբ որ պարզ է դառնում, որ իրականում չէր կարող պատվիրացնել, որովհետեւ հեռախոսազանգ չկա եւ այլն, ինքը շտկում է։ Բայց հիմնականում բոլոր ցուցմունքներում կարմիր թելի պես ընդհանուր գնում է, որ ինքն է իրական հանցագործություն կատարողը, որ հանցագործությունը կատարել է, որովհետև կրակ է արձակել, հետո արդեն ինքը չի կարողացել կանգնել եւ շարունակել է կրակել։ Եթե ուշադրություն դարձրեցիք, նույնիսկ ցուցմունքներից մեկում ինքը նշում է, որ երեխային կրակեց, որովհետև ինքը կանգ առնել չէր կարողանում։ Այսինքն հիմնականում դա է, եւ բացի դրանից բոլոր ցուցմունքներում էլ նկարագրվում է, որ ինքը այլ նպատակներ, քան որևէ բան ձեռք բերել, այսինքն հագուստ տվյալ բարագայում, միայն առաջի ցուցմունքում նշում ջրի մասին, հետագայում ինքը ասում է բոլոր ցուցմունքներում, որ նա նպատակ ուներ հագուստ եւ գումար հայթայթել, դա է եղել նպատակը, որ նա մտել է տուն։ Հասկանալի է, որ ջուր խմելու համար տուն չեն մտնում։ Այլ տեղերից էլ նա կարողանալ օգտվել ջրից, բայց պարագայում սա խոսում է նաև իր անհավասարակշռ վիճակի մասին։ Եվ եթե ցուցմունքներին ուշադիր տեսանք, եթե ինքը խոսում է, արդեն իսկ խոսքում երևում է, որ նա նորմալ մարդ չի։ Ցուցմունքներում էլ կտեսնեք, որ ցուցմունք է տալիս, թե ինչպես է փախել, որ ցանցը ատամներով է կռվել եւ այլն, այսինքն այս ամեն ինչը խոսում է իհարկե նրա մասին, բացի դրանից իր ցուցմունքում, երբ որ նա նկարագրում է իր անցյալը, նա հատկապես նշում է կատարում, որ իր ընկերները հանցագործներ են հիմնականում, նախկինում դատվատություն ունեցող, նշում է, որ ինքը նախկինում էլ կրակել է բազմաթիվ զենքերից, որտեղ իր շրջապատում շատ են եղել զենքերը, այսինքն ամբողջ ցուցմունքում մենք կտեսնենք նաև, որ նա ունի կայացման խնդիր, այսինքն անդադ ինքը ցույց է տալիս, որ ինքը իր համար հանցագործության կատարումը դա կայացման նշան է եւ նա տղամարդկությունը այդպես է պատկերացնում եւ սա է նաեւ նպատակը, որ վերջնական հաշվով երբ որ ամբողջ քրեական գործի նյութերը համադրում ենք փորձաքննությունների ժամանակ նրա պատասխանները եւ նաեւ ցուցմունքները տեսնում ենք, որ այդ հանցագործությունը հենց այդպես էլ կատարվել է, որովհետեւ նա այն անձն է, որը իր հոգեվիճակով պայմանավորված ուղղակի կատարել է առաջին սպանությունը եւ հետո արդեն կանգ առնել չի կարողացել։ Երբ որ սկզբից իրեն պաշտպանական կողմը մի քանի հարցեր ուղեց, որոնցից մի քանիսին պատասխանեց, մյուսներին ոչ։ Դու ես մտել, այո, ես եմ մտել։ Սպանության համար չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Այստեղ սա ինչ է ցույց տալիս։ Ի վերջո տվել է, հա։ Ինքը որոշակի իհարկե ինքնապաշտպանության դրսևորումներ մենք տեսնում ենք, որ որոշ տեղերում ինքը փորձում է պաշտպանվել, երբ որ զգում է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչին պատասխանի, ինչին չպատասխանի, այդտեղ ուղղակի հարցին չի պատասխանում, բայց միևնույն ժամանակ այս նույն անձնը, որ ասում է, ես մեղավոր եմ ճանաչում, ամբողջությամբ մեղավոր եմ ճանաչում, ասում է, որ որևէ բռնություն, սպառնալիքի նկատմամբ չի եղել, հետո հետագա հարցերում, երբ որ ավելի փորձում է մանրամասնել պաշտպանը, սկսում է չպատասխանել։ Այսինքն տրամաբանություն նրա ասածների մեջ բերեք չփնտրենք, որովհետև մենք փորձում ենք նորմալ մարդու տրամաբանությամբ գտնել պատասխաններ մի մարդուց, ով ուղղակի շեղումներ ունի, այսինքն նրա պատասխանները մենք չենք կարողանա հիմա ասել, թե ինչին ինքը պատասխանում է ու ինչու պատասխանում է, ինչու չէ, որովհետև ընդհանուր ցուցմունքներում մենք տեսնում ենք, այո, որոշ տեղերում փորձում է պաշտպանվել, որոշ տեղերում ընդհանրապես չի փորձում պաշտպանվել, այսինքն չկա տրամաբանություն նրա գործողություններում։ Եվ այսօրվա նիստում, այսինքն այսօրվա նիստը ամբողջությամբ նվիրվում է, այսպես ասեք, հարցաքննությունների հրապարակմանը։ Քանի անգամ է ցուցմունքներ տվել Տեր-Մեղրովը։ Բազմաթիվ անգամներ է ինքը ցուցմունքներ տվել, ինչպես ռուսական կողմի քննիչներին, այնպես էլ հայկական կողմի քննիչներին, հիմնականում դրանք տեսածայնագրվել են։
բացի դրանից փորձարարություն է կատարվել, որտեղ էլի ինքը կարողացել է նկարագրել այդ ամբողջ իրավիճակները եւ փաստորեն այսօր եւ հաջորդ նիստերին, եթե այսօր չհասցնենք, մենք պետք է հենց այդ ապացույցները հետազոտենք, որոնցում սա էական է կարծում եմ այս ցուցմունքները, հատկապես տեսագրությունները դիտել է էական է, որովհետև շատ մարդկանց մոտ իհարկե շատ հարցեր կան եւ մեր մոտ էլ այդ հարցերը կային մինչեւ այն պահերը, երբ որ մենք արդեն ծանոթացանք քրեական գործի նյութերին եւ հատկապես երբ որ տեսանք թե ինչպես է ինքը ցուցմունք տալիս կամ ինչպես է նկարագրում փորձարարության ժամանակ հանցագործության կատարումը եւ այս ամենը դիտելուց հետո ոչ մեկի մոտ կարծում եմ հարցեր չեն մնա եւ պատասխանները իրենք կստանան ու կհասկանան, որ սա այնպես չէ, որ ինչ որ մեկը փորձում է մեղադրել անմեղ Բեռնյակովին, որ հանցագործության կատարողը ինքն է, չկա ոչ մի կասկած եւ հատկապես ցուցմունքները ունկնդրելուց տեսագրությունները կարծում եմ ձեր մոտ էլ միանշանակ կհամոզվեք, որ դա այդպես է։ Փորձարարության տեսագրության այսօր երբ կհասնենք, թե ոչ։ Փորձարարություն, չգիտեմ թե կհասնենք, համենայն դեպս փորձարարությունը նկարահանվել է, համենայն դեպս կան ֆոտոները կցված եւ այլն, որին կարծում եմ հնարավորություն կունենանք, եթե հասնենք ցուցմունքները հասնենք նաեւ դա։ Պարոն Սարգսյան, ձեր կարծիքով Բեռնյակովը հայերի հանդեպ առհասարակ ատելություն ունի, թե ոչ։ Հետևությամբ քննություն կատարվել է բնակության վայրում, նախկինում խնդիրներ հայերի հետ կապված, ընդհանրապես թեկուզ կովկասցիների հետ կապված ունեցել է թե չէ, գործում այս պայմանավորությամբ բացարձակապես որևէ տվյալ չկա, որը կվկայի, որ ինքը ատելությունից ելնելով արել կամ ասենք նման վրեժի խնդիր ուներ եւ այլն եւ այլն։ Այսինքն քննությունը կատարվել է, պատասխանում է ոչ ատելություն չի ունեցել։ Եթե կա այնպիսի բան, որը որ քննությունը չի բարձր չգիտենք, բայց գործում նման տվյալ չկա։ Իսկ ինքը այդ մասին ասել է Բեռնյակովը ինչ-որ բան։ Իրեն հարցել եմ, ինքը ասել է, որ ինքը նման խնդիր չուներ, իսկ ես ինչ որ արել է, սա ինչպես նաև ցուցմունք հրապարակվեց, որ սա պատահականության է, մտել ամենս ու ինքնաբերաբար ստացվել է, իր պատասխանում դիրքորոշումն է, դա որ ինքը սկզբանե նման դիտավորություն չունեցել սպանելու։